Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք քաղաքական գործիչ Արման Աբովյանի հետ։ Պարոն Աբովյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Աբովյանը, երևի թե սկսենք նախորդ շաբաթ մի իրադարձություն տեղի ունեցավ, որ այդպես շատ չքննարկվեց, չխոսվեց դրա մասին։ Հայաստանը եւ Եվրամիությունը գործընկերության ռազմավարական օրակարգի նոր փաստաթուղթ ստորագրեցին, ինչպես նաեւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ խաղաղության ծրագրի իրականացման նպատակով 15 միլիոն եվրո գումար ԵՄ կտրամադրի Հայաստանին։ Սա այսպես Ադրբեջանի բարկություն առաջացրեց, թե սա դեմ է խաղաղության հետ օրակարգին իրենց, հայկական կողմից արձագանք եղավ, ինչ կատարվեց այս իրադարձության վերաբերյալ, ինչ կասեք, ինչպես էս գումարը օգտագործվելու առհասարակ։ Տեսեք, ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններին, ապա պետք է շատ հստակ եւ պարզ ֆիքսել, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանը այս պարագայում ընդհանրապես լոկ որպես գործիք, որի հիմնական գործառույթը դա ռուս, իրանա-չինական ու ավելի շատ ռուսական եւ իրանական ազդեցության նվազեցումն է եւ ձեր հիշատակած անձը, ես իրեն անվանում եմ տարօրինակ կին, ասենց այդ տարօրինակ կինը Կայա Կալասը արել էր մի շատ կարևոր հայտարարություն, որ մենք հասկանանք ինչ են մեզանից պահանջում, ինքը ասել էր հետեւյալը, որ Հայաստանին հորդորել էր, Հայաստանին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Սա գիններ ԵՄ-ի անդամակցությունը։ Չէ, չի լինելու ԵՄ-ի անդամակցություն, հիշենք ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես Չեխիայի դեսպանի վերջին հայտարարությունը, որ նույնիսկ չէ դիտարկվում Հայաստանի անդամակցությունը եւ չէ դիտարկվի Վրաստանի, Թուրքիայի, այլ, ասենց հավակնորդների պատմությունը պայմանական, ԵՄ-ի հետ հարաբերությունների հստակ ցույց է տալի, որ Եմեն այս պարագայում մեզ օգտագործում է մոտավորապես մոլդովական եւ ուկրաինական մոդելի ներքո, այսինքն թնդանոթային միս, քաղաքական առումով, օրինակ տնտեսական առումով, որի հաշվին պետք է Եմեն ինչ-որ հարցեր լուծի։ Խնդիրը դա չի։ Միանգամից ընդգծեմ, որ ոչ ոք դեմ չի ու պետք չի լինել Եմենին դեմ։ Այո, Հայաստանը պարտավոր է բոլոր խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերությունների խորացումը ապահովել։ ԵՄ կլինի, Միացյալ Նահանգներ կլինի, Ռուսաստան կլինի, Չինաստան կլինի։ Այստեղ ավելի շատ խնդիրը նրանումն է, որ մեզ դիտարկում է ԵՄ-ն որպես ընդհանրապես կրկնեմ գործիք այս պարագայում եւ ԵՄ-ին այստեղ մեղադրելու չի, որովհետեւ իրենք դե պաշտպանում են իրեն շահերը, իրենք առաջնորդվում են իրեն շահերից, իսկ հաշվի առնելով, որ ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, օրինակ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հայտարարում է Թուրքիային եւ Ադրբեջանին որպես հիմնական օպերատոր, տարածաշրջանում, ապա պետք է հասկանալ, որ ԵՄ-ի ճանապարհը դա իրականում ճանապարհը դեպի թուրքական աշխարհ, որի մասին իմիջիալոց Atlantic Council Միացյալ Նահանգներում տեղի ունեցած վերլուծական մի խոշոր, քննարկման ժամանակ ընդգծել էր մասնագետներից մեկն ու պայմանական Atlantic Council-ը, որ դուք հասկանաք ինչա, դա այն ուղեղային կենտրոնն է, որը ձևավորում է արտաքին քաղաքականությունը Միացյալ Նահանգների, որտեղ ասվել էր, որ այո, Հայաստանին պետք է ինտեգրել Հայաստանին եւ Տաջիկստանին, մասնավորապես Հայաստանին պետք է ինտեգրել թուրքական աշխարհ։ Ինչ է թուրքական աշխարհում Հայաստանի ինտեգրումը, դա ոնց որ մեկին ասես, չգիտեմ, այս ինչին պետք է ինտեգրել գերեզմանատուն։ Այսինքն մեզ համար դա թե ֆիզիկական, թե բոլոր առումներով անընդունելի է, քանզի տանելու է եւ տանում է ցավոք ապամոնտաժմանը Հայաստանի Հանրապետության մեր ֆիզիկական գոյությանը, գոյության, ասենց ասեմ, դադարեցմանը։ 15 միլիոնը, որ դուք ասում եք, Կայա Կալասը ինչ էր հայտարարել, ինքը ասել էր, որ գոյություն ունի խնդիր, ընտրություններ են գալիս եւ պետք է տեղեկատվական առումով օգնել Հայաստանին, որ ինքը դիմակայի ռուսական, այսինքն արտաքին, պրոքսի ուժերի եւ այլն, ամեն ինչ դրեք մի կողմ, ուրեմն այնքան ամբարտավան են կամ այնքան մեզ չեն հարգում նվազագույնը, որ ուրեմն գումարը հատկացվում է, տեսեք, Եվրոպան գումարը հատկացնում, այսինքն ներխուժում է հայկական մեդիա տիրույթ, այն պատրվակով, որ թույլ չտա օտարին, որ ներխուժի հայկական մեդիա տիրույթ։
Այսինքն իրանք գումարը ինչի համար են տալի, որ հիմարացնեն մարդկանց, որ մարդկանց համոզեն, որ այն ուղին, որ այսօր որդեգրել է Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ որոնք ըստ էության հակապետական են, հակազգային են, բազմաթիվ անգամ խոսացել են դրա մասին եւ այդ 15 միլիոնը դրա համար է հատկացվում։ Ադրբեջանը ինչի համար վրդովվեց։ Տեսեք, բանաձևում կար sense մի նախադասություն։ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում 100,000-ից ավել Ղարաբաղից, Արցախ չէին գրել, Ղարաբաղ էին գրել, Ղարաբաղից մարդիկ են բնակվում, այսինքն շատ նեյտրալ տեքստ, որը արտացոլում է իրականությունը, որ Ադրբեջանը ագրեսիա է սկսել եւ Արցախահայությունը ստիպված Հայաստան է եկել, փրկվելով սպանդից։ Սա չկար տեքստի մեջ, մենակ արձանագրում էր, Ադրբեջանը խնդիր ունի։ Եվ Ադրբեջանը դրանով ալեկոծվեց, որ եվրոպական մի կառույց, կամ մի կառույց չէ, լավ, հիմնական կառույցը մատնանշեց, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով են մարդիկ դուրս եկել։ Ինչի համար Ադրբեջանը ջղայնացավ։ Պայմանական։ Ադրբեջանը խնդիր ունի լեգիտիմացնել տարածաշրջանի ապա հայաֆիկացումը, այսինքն հայերին դուրս մղելը։ Պարոն Աբովյան, ինչ էր նաև ասում սրա ֆոնին, Նիկոլ Փաշինյանը հենց Գերմանիայում լրագրողների զրույցում ասում է եկեք զուգահեռաբար այս թեմաները փակենք, Արևմտյան Ադրբեջան եւ արցախցիների հետ վերադարձը։ Այս երկու որքանով են սրանք, զուգահեռ իրողություններ, որ կարելի է համեմատական իրար հետ անցկացնել։ Այն ինչ հայտարարեց Բերլինում Նիկոլ Փաշինյան իրականում քաղաքական առումով սարսափելի գործընթացի մեկնարկ տվեց։ Ես պատկերացնում եմ, որ կես ժամ հետո Բաքվում շամպայն էին բացում եւ պարզապես տոնում էին այն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները լեգիտիմացրեցին Արևմտյան Ադրբեջան եզրույթը, այսինքն բերեցին եւ հավասարացրեցին արցախցիների բնական իրավունք։ Իրանք դարձրեցին Արևմտյան Ադրբեջան եզրույթը բանակցային տար, այսինքն իրանք բերեցին բանակցության մեջ։ Ադրբեջանը վերջին 3 տարվա ընթացքում ամեն ինչ էր անում, որ Արևմտյան Ադրբեջան եզրույթը բերեր միջազգային խոսույթ, չէր ստացվում իր մոտ։ Դա արեց Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության իշխանությունը Արևմտյան, ասա դրեք մի կողմ Արցախը։ Արևմտյան Ադրբեջան եզրույթը, այսինքն Հայաստանի ապամոնտաժումը եւ տեղը ձևավորելու Արևմտյան Ադրբեջան բանակցային տար դարձրեց։ Դուք պատկերացնում եք սարսափելիությունը իրավիճակի։ Ինչ վերաբերում է Արցախին, ուրեմն տեսեք, Արցախի հիմնախնդիրը չի եղել կոնֆլիկտի պատճառ։ Արցախի հիմնախնդիրը եղել է կոնֆլիկտի Այժմ Արցախի հիմնախնդրի հետևանքով ձևավորված կոնֆլիկտը, այսպես ձևակերպենք, եղել է ոչ թե պատճառը, այլ հետևանքը, ստա մենք պետք է շատ հստակ հասկանանք հետևանքը այն գործողությունների, որոնք մենք տեսանք Արևմտյան Ադրբեջանում, հետո Նախիջևանում եւ հետո Արցախում, այսինքն հայկական տարի ոչնչացման եւ հայկական տարի դուրս մղման տարածաշրջանից ձևավորելով կոպիտ ասած տրանս ատլանտյան կամ նեոթուրքական մի շրջանակի, եւ այդ շրջանակի քաղաքական առումով շրջանակի Պարագայում մեզ դուրս են մղում, այսինքն ստացվում է մի իրավիճակ, որ հայկական կողմը արեց երկու բան, լեգիտիմացրեց Արևմտյան Ադրբեջան եզրույթը եւ ըստ էության բառարբար կրկնեց շինծու անիմաստ եւ անկապ ինչու՞ գոչուն չունեցող այդ Արևմտյան Ադրբեջանը այո, եւ Արցախը։ Հիմա խնդիրը ինչու՞մն է։ Արցախի հիմնախնդիրը Արևմտյան Ադրբեջան այդ շինծու եզրույթի հետ կապ չունի ընդհանրապես, որովհետև Արևմտյան Ադրբեջան եզրույթը ինքը հետևանքն է Արցախի օկուպացիայի։ Այսինքն, երբ որ դու դադարում ես խոսել արցախահայության իրավունքների մասին, նվազագույնը միջազգային հարթակներում, ոչ մեկ չի ասում գնա կռի վարա, դա պետք չի ու տենց էլ չի լինի։ Բայց եթե դու դադարում ես խոսել, դու բերում ես փաստորեն տարածաշրջանի ապահայաֆիկացումը, այսինքն լեգիտիմացնում ես ապագա պատերազմը, որը պետք է կամ պատերազմ չէ, դե լավ, հայերի դուրս մղումը տարածաշրջանից։
Դու լեգիտիմացնում ես դրանով, որովհետև այն մարդը, այն անձինք, այն քաղաքական ուժերը, որոնք պնդում են, որ Արցախի հիմնախնդիրը եկեք մոռանանք կամ փոխանակենք արևմտյան Ադրբեջան խնդրի հետ, կամ չեն հասկանում ինչ են խոսում, կամ շատ լավ են հասկանում ինչ են խոսում։ Երկու տարբերակով էլ մեզ համար, ժողովրդի համար, Հայաստանի Հանրապետության գոյության համար շատ վատ է, առավոտից իրգուն իրանց ճաղում են պետության եւ պետականության մասին։ Այն վնասը, որը միայն մի հայտարարությամբ, օրինակ, իսկ իրենք հարյուրավոր էին եղել այդ հայտարարությունները, որ տվեցին դարավայրկյան համեմատ։ Գիտակցված է հնչեցվում, թե պարզապես սխալ հաշվարկների ու արտաքին չէ, դա սխալ հաշվարկի հետ կապ չունի։ Ես կարծում եմ, այո, ես չգիտեմ ինչ են ադրբեջանցիները, ինչ ճնշման լծակ ունեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա, բայց ինքը շատ լրջագույն լծակ է, որովհետև կրկնեմ եւս մեկ անգամ, երկու բան մենք ֆիքսեցինք։ Արևմտյան Ադրբեջան եզրույթը բերեցին բանակցային սեղան, այսինքն Հայաստանի ապամոնտաժման խնդիրը։ Եվ ըստ էության ստեղծեցին մի իրավիճակ, որը խրախուսում է Ադրբեջանի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի Հայաստանի վրա կատաղի ռազմական եւ ռազմատնտեսական ճնշում գործադրելու պահը, այսինքն Արցախի հարցը, այն մարդը ով ասեց, որ եկեք Արցախի հարցը փակված համարենք, ինքը ավտոմատ բացում է Հայաստանի հարցը։ Սա հիշեք, Արցախահայության իրավունքների, Արցախի առհասարակ հարցի փակումը նշանակում է Հայաստանի հարցի բացումը։ Եթե դու չես փակում Արցախի հարցը, այսինքն նվազագույն ինչ Արցախի հարցը, հայերի իրավունքը ապրել իրենց հայրենի հողում, ոչ ավել, ոչ պակաս, դա է հիմքը։ Երբ որ դու հրաժարվում ես դրանից, դու ըստ էության քո կոնտրագենտին ասում ես հետևյալը, արի շարունակի։ Միանշանակ, սա, գիտեք, սա, չգիտեմ, միջազգային հարաբերությունների երկրորդ կուրսի ուսանողի, ասենց ասեմ, չգիտեմ, դասախոսություններից մեկն է, այն ինչ մենք հիմա խոսում ենք։ Այսինքն ֆիքսում ենք հետևյալը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները Արցախյան հիմնախնդիրը խփելով գետնին կամ ասելով որ պետքա փակես, բացում են Հայաստանի հարցը եւ երկրորդը բացեցին եւ լեգիտիմացրեցին արևմտյան Ադրբեջանի եզրույթը։ Բայց իրենք ասում են, որքան այսպես խոսենք Արցախի, արցախցիների վերադարձի ինքնորոշման իրավունքի մասին, դա ընդհանուր մոտեցնելու է պատերազմի։ Այդպես են մեկնաբանում, որ չեն ցանկանում այլևս։ Ստում են, որովհետև հակառակ process է, ինչքան չխոսես մոտեցնում ես պատերազմի, ինչքան չխոսես մոտեցնում ես պատերազմի։ Կրկնում եմ եւս մեկ անգամ, իրանք դրանով ըստ էության փաստում են, որ պատերազմի բուն պատճառը դա հայերի արկայությունն է տարածաշրջանում, դա են իրանք փաստում։ Այսինքն նույնիսկ 2-3 քայլ առաջ չեն կարում, սենց ասենք, հաշվարկ անել կամ մտածել, որ այդ արտահայտությունը ինչքան խոսում ես Արցախի մասին, այդքան պատերազմը, մոտենում է։ Ինքը անհեթեթություն է, հակառակ process է, եթե դու չես խոսում, եթե դու չես պայքարում քո իրավունքների համար, այսինքն դու ինչ ես ասում, օքեյ է, նորմալ է, որ դու ոչնչացնում ես հայերին, գրավում ես հայկական հողը, պլյուս բերում ես բանակցային սեղանի շուրջ դնում ես արևմտյան Ադրբեջանի խնդիրը, որը արեց Հայաստանի Հանրապետության ըստ էության իշխանությունը։ Ինչ է դա նշանակում։ Տրամաբանում ենք, դնենք մի կողմ, դիմություն, իշխանություն, քննադատություն, տրամաբանում ենք։ Դու դրանով Ադրբեջանին, Թուրքիային ասում ես շարունակի քո գործողությունները հայաթափման, որովհետև մենք չենք պայքարում, այսինքն չենք դիմադրում ձեր քայլերին։ Հասկանում եք։ Եվ Արևմտյան Ադրբեջանի թեզը շատ կարևոր է, ինքը բնավ կապ չունի Արցախի հետ, ընդհանրապես կապ չունի, դա հետևողական պրոյեկտ է, որը կոպիտ ասած այս իշխանությունը թեթևացրեց եւ լեգիտիմացրեց եւ բերեց հայկական ասենց բանակցային դաշտ։ Պարոն Աբովյան, խոսենք նաև եկեղեցու շուրջ, այսպես Նիկոլ Փաշինյանի նորոգման ծրագիր է ներկայացրել, առաջարկում է, որ պետական օրհներգը հնչի, դրոշներ տեղադրվեն, ինչ ռեֆորմներ, այսպես ասած ճակերտներով, ինչ ռեֆորմներ եկեղեցում սկսել, ու այնտեղ նաև իշխանական կայքում հրապարակվեց ցուցակ, ովքեր ցանկանում են միանալ կաթողիկոսի տեղապահի նորընտրությունների պահանջով։ Տեսեք, խնդիրը կաթողիկոսը չի։ Խնդիրը նույնիսկ սրբազանները չեն։
Խնդիրը նրանումն է, որ այս իշխանությունը աշխատում է համաձայն այն ձևաչափերի, որոնք օգտագործվել են եւ օգտագործում են այն պետություններում, որոնց մատաղ են անում, հա, աշխարհի ու սենց ասեմ, ու պայմանական նեոատլանտյան կամ նեոգլոբալիստական ուժերը։ Մեկին մեկ նույն իրավիճակը Ուկրաինայում էր, երբ որ տրաքացրեցին իրենց եկեղեցին մեջտեղից ուղափառ եւ ըստ էության նույն իրավիճակը Մոլդովայում է եւ հիմա նույնը փորձում են անել Հայաստանում։ Ինչի համար, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման պրոյեկտի մեջ չպետք է լինի տար, որը չի վերահսկվում ապամոնտաժողների, տվյալ դեպքում նույնիսկ իշխանությունները չէ, իշխանության տերերը, սենց ասենք, հա, ովքեր իրանց գլխին են, ապամոնտաժողների կողմից հայ առաքելական եկեղեցին եղել է կա եւ մնում է, հա, եւ սահմանադրությամբ դա ամրագրված է ինքնության պահպանողը, այսինքն եթե կա ինքնություն, քեզ դժվար է չէ տանել հայերին թուրքական աշխարհ։ Որտեղ նվազագույնը ինստիտուցիոնալ առումով հիշողության եւ պատմության, մեր պատմության եւ մեր հիշողության եւ մեր ինքնության, սենց ասենք, պահպանողն են եկեղեցին։ Բարեփոխումներ կամ, չգիտեմ, այդ ներգրավումը ուղակի այդ process-ի մեջ ինքը երկու տար մեջ ունի։ Այդ ինչի համար վերջին մի տարվա ընթացքում մոլի հավատացյալ դառան իրանք սա։ Մոլի սա մեկ, այսինքն սա ինչի մասին ասում, սա կառավարվող process է, որը կապ չունի հոգևորական կամ հոգևոր աշխարհի հետ, հա, սա կառավարվող տեխնիկական process է։ Եվ երկրորդը դնում են կանձերին մի կողմ, օրենքով ենք շարժում, սահմանադրությունը ուղակի արգելում է պետությանը կամ պետական այրերին ուղակի ներգրավել ներեկայացական գործընթացի մեջ, արգելում է, դա ապասահմանադրական քայլ է, եւ որ մենք տեսնում ենք, որ սահմանադրությունը խախտվում է եւ այս պարագայում ոչ թե խախտվում է, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանը չի էլ հերքում, որ ինքն է անձամբ ածային ասել, որ հրահանգի չեսնի կաթողիկոսյանունը զեղչել, եպիսկոպոս Փնտրենովի համար պատարակ կմատուցի։ Ես դες այդ միանգամայն համաձայն եմ, որ մենք այսօր ունենք բացարձակ ապօրինի գործընթաց, որը կրկնեմ անձերի հետ կապ չունի։ Հիշեք ամեն ինչ ինչից սկսեց իբր կաթողիկոսին սկսեցին մեղադրել, հա, ինչ-որ ցելիբատի խախտման մեջ, բայց շատ արագ սա համակարգված, համակարգային գործառույթ ստացավ, որի հիմնական նպատակն է իբր ռեֆորմներ։ Արա, ով եք դուք, որ ռեֆորմներ անեք։ 1700 տարվա ազգապահապան կառույցը որոշել է դենց իրանք ինչ-որ ռեֆորմ անեն, դա ռեֆորմ չի, դա նվազագույնը եւ իրանց մոտ մասնակի դա ստացվում է եկեղեցու որպես ոչ թե անձերի, հա, ինչ որ մի կառույց կաթողիկոս սրբազանել, այլ որպես հոգևոր համակարգի քայքայում քանդում, որը ուղակի պատվեր է, ես համոզված եմ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ինչի համար ես կասեմ, եւ երկրորդ այստեղ խորքային խնդիր է։ Կներեք, ընտրություններ են գալիս, ընտրությունների բերան պատճառներից մեկը, հա, որովհետև գլոբալ պատճառ, տեղական պատճառ։ Ամեն ձայնի համար կռիվ են տալի։ Չի կարող ըստ իրենց գոյություն ունենալ մի կառույց, որը չի շարժվում նեոթուրքական, նեոադրբեջանական եւ հակահայկական գծի մեջ։ Պարոն Աբովյան, իդեպ նույն 3 էր, հա, այդ սոցհարցման հերթական արդյունքները հրապարակվեցին, ըստ որի ամեն դեպքում ինչքան էլ կան այսպես, հա, դժգոհություններ, բայց իշխող ուժը այս պահին մյուս ուժերի համեմատ ամենաբարձր վարկանիշը ունի, թեև բավականին այսպես անկում է ապրել, բայց ուժերի մեջ իշխող ուժը քաղաքական դաշտում ամենաբարձր վարկանիշ ունեցող ուժն է քաղաքացիական պայմաններում։ Եկեք բացենք մի գաղտնիք, բոլոր ժամանակներում բացարձակ թվերի մեջ իշխող ուժը միշտ առաջ է եղել։ Միշտ Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ հարցումների ժամանակ իշխող ուժի ջատագովները, հա, միշտ ուղիղ արտահայտում են իրենց կարծիքը, իրենց հավակնությունը։ Իհարկե կաշկանդված են, հաշվի առնելով այն իրադարձությունները նամանավանդ, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում։ Մենք դրա վրա չպետք է ուշադրություն դարձնենք, մենք պետք է դարձնենք ուշադրություն այն պայմանականա 50+ զանգվածի, որը ոչ մի բան չի խոսում,
որը ոչ մի բան չի արտահայտում, ինչը ավտոմատ նշանակում է։ Դա արդեն ընդդիմության գործն է 26-ին այդ միանշանակ զանգվածին բերել ընտրատեղի այո, կարևորագույն ոչ թե մարդկանց համոզել, որ մարդկանց բալիկի, երեխու, ծնողի ֆիզիկական գոյությունը կախված է նրանից, կգայինք ընտրատեղամաս, թե ոչ, այսինքն կմնա Հայաստան, թե ոչ, կլինի Հայաստան, թե ոչ, կապ չունի, ում ուզում եք հարեք, իշխանություն, ընդդիմություն, դա կապ չունի, դուք կարևոր է եկեք ձեր կարծիքը արտահայտեք, լեգիտիմացրեք նվազագույնը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայերի, դե լավ սենց ասեմ, հավաքական առումով, հավաքական կարծիքի ուժը, սա շատ կարևոր է, ինչ-որ ես մի հատ նախորդ թեմային էլ վերադառնամ, մենք ունենք մի շատ կարևոր իրավիճակ, եթե եկեղեցու մասին ենք խոսում, որը ասում է հետևյալը, որ եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան մշտապես պնդել են, որ մինչեւ գոյություն ունի հայոց եկեղեցին իրենց չի ստացվի նույնիսկ մտածել Հայաստանի ապամոնտաժման մասին։ Վիճակը հասել էր այն մակարդակի, որ օրինակ ադրբեջանցիների, հա, այտենց մի հատ սուտինյորի դեմքով մարդ կա, Ալաշուքյոր Փաշազադը, իրանց հոգևոր առաջնորդն է, ինչն է, հա։ Մի հատ խնդրեմ մտեք ինտերնետ խփեք, դրա դեմքին նայեք։ Ինչ էր ինքը ասում էր, որ հայկական եկեղեցին ինքը տերորիստական կազմակերպություն է 1700։ Խոչընդոտում է խաղաղություն։ Այո, բայց այստեղ խաղաղություն բառը հարգելի հեռուստադիտողներ, մենք պետք է հասկանանք հետևյալը, մեր տեսլականը խաղաղության ու Ադրբեջանի տեսլականը խաղաղության տարբեր են։ Եվ իրանք իրար հետ նույնիսկ նշույլ չունեն, որտեղ կարող են հատվել։ Ադրբեջանի համար խաղաղության մոդելը միակն է, այնը, որ իրենք իրականացրեցին Արցախում։ Հիմա Արցախում խաղաղ է, չէ՞ տեխնիկապես, բայց մենք չկանք։ Մեր խաղաղության մոդելը, ալճիշտ իշխանության խաղաղության մոդելը, ինքը կներեք վարդագույն թիթեռ նկարած անիմաստ ինչ որ հիմար իրականության հետ կապ չունեցող մի տեսլականը, որը չի աշխատել եւ չի կարող աշխատի, որովհետեւ ինքը հաշվի չի առնում քո կոնտրագենտի, այսինքն Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը։ Պետքա չէ նպատակ լինի այդ կառույցների մոտ, որ մեր հետ օրինակ խաղաղ հարաբերվեն, այսինքն երբ որ Ադրբեջանը ասում խոչընդոտում է խաղաղության, ոչ խոչընդոտում է հայաթափմանը, այո հայաթափմանը խոչընդոտում է եկեղեցին։ Դա հասկանալի է։ Հարց տամ, ովքեր են անվանում եկեղեցուն տերորիստական կառույց։ Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանի իշխանությունները։ Ովքեր են անձնուրաց պայքար տանում եկեղեցու դեմ, Ադրբեջանի իշխանությունները եւ Հայաստանի իշխանությունները։ Ինչի համար է պետք է այս սա հասկանալ։ Հասկանում եք։ Այստեղ լոկ քննադատական խոսք չի։ Ես նպատակ չունեմ քննադատել կամ չքննադատել։ Ես նպատակ ունեմ պարզապես մեզ բոլորիս, այո, ստիպել առնչվել իրականության հետ։ Սա է իրականությունը։ Ինչու հասարակությունը չի առնչվում այդ իրականության հետ։ Հասարակությունը գտնվում է կոնկրետ եկեղեցու հետ կապված։ Օրինակ մենք Գյումրիում տեսանք, որ այո, հասարակությունը առնչվում է եւ Փառք Աստծո, հասարակության արձագանքը հետեւյալն է։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք, հարգելի Քրիստինե, եթե մոտակա հա Կիրակի յուրաքանչյուր եկեղեցի գնաք պատարակի, դուք կտենաք երիտասարդության ինչ քանակություն է, 90% է երիտասարդությունը։ Այսինքն երիտասարդությունը արդեն արեց ենթագիտակցորեն իր ընտրությունը, պայմանական է, հա, իշխանության կողմից արված պայքարում եւ ինքը եկեղեցու կողքն է։ Ալչի ոչ թե եկեղեցու կողքն է, ինքը եկեղեցին է հենց անմիջապես, հա, եկեղեցու մասնիկն է։ Եվ երկրորդը, բոլոր հարցումները ոչ միայն Գելոպի ցույց են տալիս, որ տարբեր հարցումներ են, 75-ից մինչև 92% Հայաստանի քաղաքացիները անվերապահորեն եկեղեցուն են պաշտպանում այն տեսլականի ներքո, որը այսօր կա, այսինքն եկեղեցու կապված եւ այդ թիվը աստիճանաբար աճում է։ Մարդիկ նույնիսկ չեն կարող բացատրեն ինչի համար, սա ենթագիտակցական process է։
Եվ այո, իշխանություններին չստացվեց տակից, այսինքն ժողովրդին խաբել եւ հանել։ Ներսից կարողացան Հիմա փորձում են, չկարողացան, փորձում են ներսից տրակացնել։ Բայց ամեն դեպքում ինչ որ հաջողությունների հասան։ Այո, իհարկե, դե սենց ասեմ, հա։ Այդպես խումբ են ձևավորել եպիսկոպոսների, որ ամեն եկեղեցի գնում իրանց հետ։ Նավասարդ Կճոյանի գլխավորությամբ։ Հասկանում եք, մի բան էլ ասեմ, հենց այդ ձևավորված խումբը իրականում շատ լրջագույն դեր խաղաց, որ մարդիկ ուղակի հասկացան, որ այդ process-ը, այսինքն անձինք ովքեր ներգրաված են այդ process-ի մեջ եպիսկոպոսները, որ սա բնավ կաթողիկոսի խնդիր չի եւ բարեվարկության խնդիր չի։ Հաշվի առնելով անցյալ այն մարդկանց, ովքեր այդ 10-ի մեջ են, այլ այստեղ խորքային process է եւ դա շատ դրական դեր խաղաց մարդկանց կողմից adekvat ընկալելու ինչը կատարում եկեղեցու հետ իրականում։ Ձեզ շնորհակալ եմ, պարոն Աբովյան, զրույցի համար։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մեր այսօրվա զրուցակիցը քաղաքական գործիչ Արման Աբովյանն էր։ Ես շնորհակալ եմ մեզ հետևելու համար։